Սիրելի ընկերներ, փորձեմ ներկայացնեմ ինչպես առաջացավ աշխարհագետների գիտահետազոտական շարժման գաղափարախոսությունը։ Դեռևս 2018 թվականին ես և Տիգրան Ենգիբարյանը որոշեցինք համախմբել ողջ աշխարհագետների համայնքը և ստեղծել աշխարհագետների գիտահետազոտական շարժում։ Սկզբում շարժման գաղափարախոսությունն այն է, որ համախմբենք Արցախի և Հայաստանի բոլոր աշխարհագետներին, ստեղծենք միասնական համայնք և ուսումնաօժանդակ նյութեր ստեղծենք աշխարհագրության ուսուցիչների համար, որից հետո սկսվեց COVID-19-ը և COVID-19-ի ժամանակահատվածում, երբ որ բոլորը ստիպված էինք տանը նստել, մեր աշխարհագետների գիտահետազոտական շարժման մասնակից ուսուցիչները իհարկե ձեռնամուխ եղան մի հետաքրքիր ծրագրի։ Բոլոր դասերով կազմակերպեցին աշխարհագրության տեսադասեր և տեղադրել են YouTube-յան հարթակում տեղադրված է, ու ամենակարևորը յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հեղինակային իրավունքը պահպանված է, որից հետո նոր չափորոշիչի հետ կապված մեր ուսուցիչները ստեղծեցին կզնակ հիմնադրամի հետ արդեն համագործակցելով ստեղծեցինք չափորոշիչային պահանջներին համահունչ, վերջնարդյունքներին համահունչ, նվազագույն, միջին և առավելագույն մակարդակին համապատասխան ուսումնաօժանդակ նյութ յուրաքանչյուր աշխարհագրության դասի համար, և որը on-line տիրույթում հետագայում հրապարակեց կզնակ հիմնադրամի կողմից, և մեր ուսուցիչները դրանք կարողանում են կիրառել իրենց դասերին։ Հաջորդ կարևոր նախաձեռնությունը, որի մասին պիտի խոսեմ, մենք աշխարհագետների գիտահետազոտական շարժման զուգահեռ նաև երեխաների համար էինք ծրագիր նախատեսել։ Ծրագիրը վերաբերում էր աշխարհագրությունը կյանք է նոր ծրագրին, որը արդեն աշխարհագրությունը կյանք է ծրագիրը սովորողների համար էր։ On-line տիրույթով մենք յուրաքանչյուր շաբաթ 2-3 անգամ միանում էինք և սկսում էինք ներկայացնել այն երկրները, որոնք զետեղված չեն մեր աշխարհագրության դասագրքերում։ Այսինքն երեխաների համար ստեղծում էինք մի միջավայր, որը ավելի հետաքրքիր էր, և մեզ օգնում էին նաև երեխաները։ Մենք այնպես էինք կազմակերպում մեր աշխատանքները, որ երեխաները իրենք էին փնտրում, օրինակ Պորտուգալիայի մասին երբ որ ներկայացնում էին, պորտուգալերեն ներկայացնում էին Պորտուգալիայի մասին, և այս ամենը վերջում քարտեզագրում էին և քարտեզներով ներկայացնում վերջնական աշխատանքը։ Հաջորդ նախաձեռնությունը հեքիաթն է կանչում ծրագիրն էր, որ աշխատանքը տարվել է նաև մեր մյուս գործընկերների հետ։ Հեքիաթն է կանչում ծրագրի ժամանակ ես և իմ գործընկերը արդեն